Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Առաջի հերթին ես ուզում եմ ձեզ շատ մեծ եւ անկեղծ շնորհակալություն հայտնեմ Կիրակի օրը Հովանավանքում գտնվելու համար եւ Սուրբ եւ Անմահ Պատարագին, որը մատուցեց Տեր Արամ Քահանա Ասատրյանը, միասին մասնակցելու համար։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քայլը, ձեր այդտեղ գտնվելը եւ այն ջերմությունը, որը ես անձամբ զգացի ձեզանից ուղիղ շփվելու ժամանակ, իմ համար ամենաթանկարժեք բանն է։ Միայն եւ միայն ձեր աջակցության, հայ ժողովրդի գիտակցության եւ այսքան արդար հարցին մոտենալու, այսքան մեծ հավատքով եւ նվիրումով հարցին մոտենալու պատճառով է, որ Կիրակի օրը մենք ազատագրեցինք Հովանավանքը, ազատագրեցինք Կտրիչ Ներսիսյանի եւ իր փոքրիկ խմբակի կառավարումից, մեր եկեղեցին, մեր սրբությունը եւ առաջի պատարագը տեղի ունեցավ, որը ազատ էր արդեն Կտրիչ Ներսիսյանից։ Սիրելի հայրենակիցներ, առանց ձեր աջակցության, առանց ձեր մասնակցության դա անհնար կլիներ։ Ով էլ չլիներ դրա առաջնորդը կամ ներկան կամ կոչ անողը, կլիներ դա վարչապետը, կլիներ դա ես, թե կլիներ որևէ ուրիշ մարդը, ուրիշ մարդիկ, որևէ առաջնորդ, ներկայացուցիչ, կուսակցության, քաղաքական գործիչ եւ այլն։ Դա անհնար է անել առանց հայ ժողովրդի աջակցության, մասնակցության եւ առանց այն գիտակցության, որը կա ժողովրդում, որ դուք հասկանում եք ինչու համար է սա արվում, ինչ հավատքով եւ ինչ նպատակով է սա արվում։ Ցավոք, գիտեք, որ մեր ազգի մեջ ակտիվ ներդրված են ուժեր, որոնք փորձում են խաբել մեր ժողովրդին, որոնք փորձում են այս գործընթացը տարբեր անուններով պիտակավորել, որոնք փորձում են թիրախավորել մեր եկեղեցու ազատագրման գործընթացը տարբեր մոտեցումներով, տարբեր ուղիներով են իրանք սա անում, բայց ձեր իմաստության եւ ձեր աջակցության, ձեր մասնակցությամբ, ձեր նվիրումի պատճառով մեր եկեղեցուն, մեր ազգին, մեր պետությանը սա դարձավ հնարավոր։ Եվ ես անկեղծ բոլորիդ շնորհակալ եմ, ում հետ այդտեղ հանդիպեցի, ում հետ այդտեղ մենք հետաքրքիր քննարկում ունեցանք եւ անհամբեր կսպասեմ մեր հաջորդ հանդիպումներին։ Հարգելի հայրենակիցներ, ես ինչպես ձեզ խոստանում էի, ես շատ մոտ եմ եւ կարծում եմ, որ դուք դրանում նաեւ հիմա համոզվեցիք։ Երբ անհրաժեշտ է, ես գտնվում եմ այնտեղ, որտեղ որ անհրաժեշտ է իմ գտնվելը։ Եվ ես պատրաստ եմ այս իմ գործը շարունակեմ եւ ծառայեմ ազգին, որտեղ որ դա անհրաժեշտ կլինի։ Եվ Կիրակի օրը անշուշտ ամենակարևոր տեղը, որտեղ որ ես կարող էի գտնվել, դա Հովանավանքում էր։ Ազատագրման գործընթացում մասնակցելը եւ գիտենալով, տեսնելով նաեւ իմ հանդեպ վստահությունը, ես մի կողմից շատ շնորհակալ եմ դրա համար, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ պետք է նաեւ ծառայեցնեմ այն վստահությունը, որը կա իմ հանդեպ եւ իմ միջոցով մեր ապագայի հանդեպ, նաեւ ծառայեցնեի այս մեր կարևորագույն առաջադրանքին, նպատակին եւ առաքելությանը։ Լինելով այդտեղ եւ տեսնելով նաեւ թե ինչքան մարդ էր եկել, ինչ հավատքով, աչքերում ինչ լույս էր այդ մարդկանց, ինչ բարի սրտով էին մարդիկ այդտեղ եկել, որ բոլորս հավատում ենք, որ մեր եկեղեցու ազատագործման գործընթացը ազատագրման մեկնարկվել է։ Եվ ես ուրախ եմ, որ պարոն վարչապետը Նիկոլ Փաշինյանը հստակ նաեւ ասաց իր ուղերձում ազգին Կիրակի օրը առավոտյան եւ նաեւ երեկոյան հետո, որ ազատագրման գործընթացը մեկնարկվել է, իր բառապաշարն է սա։ Ես ուրախ եմ, որ ամբողջությամբ համընկնում է նաեւ մեր մոտեցումը եւ բառապաշարը, թե ինչ գործընթաց է տեղի ունենում։
Սա ազատագրման գործընթաց է մեր եկեղեցու կտրիչ Ներսյանից եւ փոքրիկ խմբակից։ Սա ճանապարհ է եւ պարոն վարչապետը ասաց, որ հոգեվոր նոր փուլ պետք է մտնի ազգը եւ բոլորս անձամբ, եւ ինքը ասաց, որ Կիրակի օրը իր անձնական հոգեվոր կյանքի նպատակով է նաեւ պատարագին մասնակցել։ Ես համամիտ եմ այս մոտեցումին, կիսում եմ այս մոտեցումը, որովհետեւ այո, հայ ազգը եւ մենք բոլորս առանձին, այդ թվում ես էլ, նոր հոգևոր ուղու անհրաժեշտություն ունենք եւ այդ ուղին մեր եկեղեցի ազատագրելը, մեր եկեղեցին հոգևոր ճանապարհի վրա վերադարձնելը, մեր եկեղեցին հզորացնելը, մաքրելը եւ պատրաստելը կարևորագույն հոգևոր ծառայության համար, որը պետք է ամրապնդի մեր ազգը եւ աջակցի մեր պետության շինարարության, զարգացման եւ բարեկեցության համար։ Եվ ես այդտեղ Հովանավանքում դուք էլ ներկա եք եւ տեսաք, որ ունեցա հնարավորություն նաեւ եւ պարոն վարչապետին հայտնեցի շնորհակալություն, որովհետեւ այն առաքելությունը, որը ինքը իր ուսերի վրա վերցրել է եւ մենք բոլորս փորձում ենք իրեն օգնել այս առաքելությունում, դա պատմական առաքելություն է։ Դա շատ բարդ առաքելություն է, որովհետեւ մյուս կողմը ամեն մեթոդն է օգտագործում նրա համար, որ թիրախավորի այս առաքելությունը։ Օգտագործում են կրոնական մեթոդներ, օգտագործում են քաղաքական գործընթացներ, մեղադրում են տարբեր ամենածանր մեղադրանքներով վարչապետին, նաև իմ հանդեպ էլ կան այդպիսի մեղադրանքներ հնչում են իհարկե, բայց շատ ավելի փոքր մակարդակով, որովհետև ինչպես արդեն նշեցի, բացահայտ է, որ վարչապետն է վերցրել իր ուսերի վրա այս առաքելության ամենածանր մասը եւ այդ է պատճառը, որ ես իրեն շնորհակալ եմ եւ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ազգային գործ է անում հիմա ազատագրելով մեր եկեղեցին։ Ումից ազատագրելով։ Պարոն վարչապետը, չնայած նրա, որ դա շատ բարդ է, բացահայտ դա ասեց, սիրելի հայրենակիցներ, եւ ասաց, որ ազգային ժողովի ամբիոնից նշեց նաեւ ում նկատի ունի։ Իր բառապաշարում իհարկե մեղմ դա արեց, ասեց, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը Եզրասը ԶԼՄ-ներում հայտնվում են տեղեկատվություններ, որ KGB-ի գործակալ է եւ դրա հերքում չկա։ Պարոն վարչապետը ավել ասել չի կարող։ Մի ակնկալեք, որ ինքը կգնա մանրամասներ կասի եւ կսկսի այս հարցը քննարկել։ Բավարար է այն, որ հստակ ասվում է կուսակրոնության հարցը, սրբապղծությունների հարցը, կոռուպցիոն գործընթացները եւ այո, գործակալական այդպիսի գործընթացը KGB-ի ուղղությամբ։ Բայց այսօր չկա KGB եւ այս մարդիկ ինչ որ ձևով փորձում են փրկել իրենց թալանը, փրկել իրենց գործակալ լինելու գործընթացը, փրկել իրենց իշխանությունը եւ ուստի մենք պետք է այստեղ հասկանանք նաեւ, որ վարչապետը շատ բարդ իրավիճակում է գտնվում եւ չի կարող ամեն ինչի մասին բացահայտ ձեր հետ խոսել։ Նույնիսկ ավելին ասեմ, ես նաեւ չեմ կարող ամեն ինչ ձեզ ասեմ բացահայտ եւ ուղիղ, բայց փորձում եմ անկեղծ բացել փակագծերը եւ ասել, որ մեր ամենակարևոր նպատակը եւ առաքելությունն է առաջի հերթին ազատագրել մեր եկեղեցին եւ վերադարձնել եկեղեցին հոգեվոր ուղու վրա, բայց քաղաքական առումով իս այդ քաղաքական բաղադրիչը կա, անպայման կա, եւ եթե ուշադիր լինեք եւ տեսնեք, ապա կտեսնեք, որ բոլոր պետություններում կարելի ասել, այո, բոլոր պետություններում կրոնները ունեն քաղաքական նաեւ դեր եւ գործընթաց։ Եվ դուք չեք տեսնի եւ չեք հանդիպի մի պետություն, որտեղ որ այսպես բացահայտ կրոնը եկեղեցին իշխանությունների դեմ է գործում։ Դուք չեք տեսնի այդպիսի պետություն։ Բոլոր պետություններում վերցնենք Ռուսաստանը իրանց շատ սիրված եւ որին իրանք ծառայում են։ Որևէ մեկը պատկերացնում է, որ ուրեմն Կիրիլը կարող է այսպիսի մոտեցում ունենա Ռուսաստանի նախագահի հանդեպ։ Այսպիսի հայտարարություններ անի Կիրիլի ենթակա մարդիկ։ Կամ նման բան պատկերացնում եք Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում, եվրոպական պետություններում նման բան տեսել եք։ Շատ եվրոպական պետությունում հակառակ իրավիճակն է, խոսքին Միացյալ Թագավորությունում առհասարակ եկեղեցու գլուխը թագավորն է,
ինչքանով է դա ճիշտ է, սխալ, մենք դա չենք քննարկում, ոչ էլ մնացած այն պետությունների։ Բայց դուք չեք տեսնի ուրիշ նաև տեղերում պետություններում, Ուկրաինայում, որտեղ որ առանձին եկեղեցի ձևավորվեց Ռուսաստանից դուրս, որովհետև ուկրաինական եկեղեցին, որը Մոսկվային էր ենթարկվում, ծառայում էր Ռուսաստանի քաղաքական շահերին, ապա հասկանալի է, որ կրոնը ինքը ոչ միայն մեր հոգևոր եւ անձնական ներքին գործընթացի մասին է, այլ նաև կրոնը քաղաքական եւ աշխարհաքաղաքական ցավոք գործընթացի մեջ է ակտիվ ներգրաված։ Եվ ուստի այս իրավիճակում ես ունեմ ձեզ հարց. ինչպես կարելի է եւ ինչպես է դա տեղի ունենում, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանի լեգիտիմ իշխանությունների եւ Հայաստանի պետության ղեկավարի նաեւ դեմ են այսպիսի ծավալով, ում են իրենք ծառայում։ Շատ բացահայտ, իրանք չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը, քաղաքական առումով իրանք ծառայում են օտարին։ Եվ ինչպես սովոր են KGB-ին ծառայելով, այդպես էլ այդ սովորույթով իրանք շարունակում են այդ ուղու վրա շարժվելը։ Ուստի, հարգելի հայրենակիցներ, պետությունը չի ներխուժում կրոնական հարցերի մեջ, հակառակը ես կարող եմ ասեմ, պետությունը հիմա պաշտպանում է կրոնի ազատությունը։ Այո, հարգելի հայրենակիցներ, եթե մենք մի փոքր նաև հոգևոր առումով խորանանք եւ հիշենք, թե ինչ էր տեղի ունենում Քրիստոսի ժամանակահատվածում, ինչպիսի մոտեցումներ կար, իրականում Տեր Արամ Քահանա Ասատրյանը սրա մասին իր քարոզում նաև խոսեց եւ դուք շատերը տեղյակ եք դրա մասին, բայց ես մի փոքր ուրիշ ձևակերպումով ուզում եմ անդրադառնամ նաև այս հարցին։ Հարգելի հայրենակիցներ, հիշում ենք, որ կրոնական առաջնորդներն էին պահանջում Հիսուս Քրիստոսին սպանել եւ սրա նպատակով դիմել էին քաղաքական ղեկավարությանը։ Միայն այն պատճառով, որ իրանք ուզում էին, որ Հիսուսը լռեր։ Միայն այն պատճառով, որ իրանք չէին ուզում, որ Հիսուսը իր ճշմարտությունը ասեր, մարդկանց հետ կիսվեր։ Եվ մենք բազում անգամ պատմությունում տեսնում ենք, որ այդպիսի բարի եւ չարի արճակատումը շարունակվում եւ կրկնվում է։ Եվ այսօր, երբ մենք հոգևոր առումով, այո, գնահատական ենք տալի եւ ասում ենք, որ Կտրիչ Ներսյանը չարիք է մեր եկեղեցու մեջ, ներգրաված եւ մտած մեր եկեղեցու մեջ, ապա այն իրավիճակում, եթե այսօր իրանց իշխանությունը լիներ Հայաստանում, նախկին իշխանությունը նկատի ունեմ, մարդասպան իշխանությունը, որը մարտի 1 էր կազմակերպել եւ դրա համար իհարկե պատասխանատվություն պետք են կրել, որը հոկտեմբերի 27-ի հարցը դեռ պետք է բացահայտվի, մենք սրա մասին առանձին խոսենք ձեր հետ։ Այդ իշխանությունը եթե լիներ այսօր, ապա Տեր Արամ Քահանա Ասատրյանին միայն այն պատճառով, որ ինքը ճշմարտությունն է ասել Կտրիչ Ներսիսյանի եւ իր փոքրիկ խմբակի մասին, իրան ճիշտ է այսօր չեն խաչում այլևս մարդկանց, բայց ուրիշ ձևով փողոցում գնդակահարում են մարտի 1-ի ձևաչափով։ Իրան էլ կդատապարտեր Կտրիչ Ներսիսյանը եւ իր համակարգը իշխանությունների հետ միասին սպանմանը նրա համար, որ ինքը թույլ է տվել իրեն եւ խոսել է ճշմարտությունը, բայց ով է արդյոք թույլ տալիս մարդկանց։ Տեսեք, Կտրիչ Ներսյանը չի հավատում առհասարակ նրան, որ կա ճշմարտություն, որ կա արդարություն եւ որ արարչի ցանկությունն է լինի ճշմարտություն եւ արդարություն, որովհետեւ որ հավատար դրան, կհասկանար, որ վերջ առաջ անպայման բարին հաղթելու է եւ ճշմարտությունը վերականգնվելու է, բայց դրան չի հավատում։ Եվ որ հավատար կհասկանար, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանի եւ ուրիշների, շատ ուրիշների կողմից բացահայտ խոսելը այն խնդիրների մասին, այն պառակտման եւ սրբապղծության մասին, որը ցավոք Կտրիչ Ներսյանը կազմակերպել է մեր եկեղեցուն, դա ճշմարիտ եւ հոգևոր առաքելություն է։ Դա նման է Հիսուս Քրիստոսի աշակերտների
Եվ բոլորը, ով քրիստոնյա են, Հիսուս Քրիստոսի աշակերտները պետք է լինեն, աշակերտների պահվածքին, ճշմարտության համար պայքարը այդպես է հենց։ Բայց Կտրիչ Ներսյանը դրան առհասարակ չի հավատում, սովետական միությունում իրան ուրիշ ձև են սովորացրի առհասարակ, եւ ինքը մեր եկեղեցին ընկալում է ինչպես քաղաքական կառույց, ինչպես աշխարհաքաղաքական գործոն, ինչպես բիզնես հնարավորություն, ինչպես իր սեփական փոքրիկ խմբակի ձևավորման հնարավորություն, ինչպես այդ փոքրիկ խմբակում սրբապղծություններ ձևավորելու եւ հետո այդ սրբապղծությունները կոմպրոմատներով վերահսկելու եւ այդ մարդկանց վերահսկելու հնարավորություն։ Բայց հիմա շատ մտահոգված են Կտրիչ Ներսյանի փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, որովհետև եկել է մեր եկեղեցու ազատագրման փուլը եւ ինքը այդ փուլը մեկնարկվել է։ Եվ այստեղ մենք պետք է շատ ուղիղ ասենք, որ իհարկե շատ քահանաներ, արդար քահանաներ դեռ բացահայտ չեն հետևել այս ճշմարտիտ ուղուն, բայց ես կոչ եմ անում եւ մենք բոլորս կարծեմ հայրխորեն Վարդապետ Հովհաննիսյանը բացահայտ նաեւ երեք հայտարարեց, որ սրբազանները, քահանաները, մեր հոգևորականները, որոնք արդար են, ճշմարիտ են, որոնք չեն ուզեցել սպասարկել Կտրիչ Ներսյանի համակարգին, բայց սպասարկել են, ուզեցել են սպասարկել մեր եկեղեցու միջոցով հայ ազգի հոգևոր կյանքին, ունեն հնարավորություն, բայց ժամանակը շատ սուղ է, որ ճիշտ ընտրություն կատարեն եւ անցնեն ժողովրդի եւ ճշմարիտ պայքարի ուղու վրա։ Միավորվենք ժողովուրդը եւ այդ հոգևորականները միասին, որովհետեւ եկեղեցու հիմքը, հիշեցնեմ, դա հավատացյալ ժողովուրդն է, իսկ դուք ինչպես հոգևորականներ պետք է ծառայեք հավատացյալ ժողովրդին։ Ուստի ծառայեք ձեր հավատացյալ հայ ժողովրդին, այլ ոչ թե Կտրիչ Ներսիսյանին, ոչ թե իր փոքրիկ խմբակին, որովհետեւ այն մարդիկ, ով կընտրեն ծառայել Կտրիչ Ներսյանին, ցավոք իմ պատկերացումով իրանք տեղ չունեն մեր եկեղեցում, որովհետև իրանք գիտակցել են, որ մի կողմից ծառայում են Կտրիչ Ներսյանին, ինչպես մեր եկեղեցին պառակտող համակարգին եւ համակարգի գլխին, այդպես էլ օտարի շահերին։ Հայաստանի Հանրապետությունը վերջապես ինքնիշխան պետություն է ձևավորվում։ Սա պատմական գործ է եւ պատմությունը ես համոզված եմ, երբ այս գործը բոլորս միասին, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ հասցնենք վերջ, միջև վերջ, ապա պատմությունը վարչապետ Փաշինյանին առհասարակ լրիվ ուրիշ մակարդակով կգնահատի նրա համար, որ մենք փաստացի առաջի անգամ ձևավորում ենք ինքնիշխան պետություն, պետականության շրջանում նկատի ունեմ, երբ արդեն ինչպես հանրապետություն ձևաչափով մենք գոյություն ունենք։ Եվ սա շատ մեծ պատմական առաքելություն է։ Ուստի իմ կոչն է, իմ խնդրանքն է ձեզ բոլորիդ, որ հաշվի առնելով, որ սա շատ նուրբ թեմա է, որի մասին, հարգելի հայրենակիցներ, մենք չենք կարող բոլոր մանրամասները ձեզ ներկայացնել։ Մենք չենք կարող ամեն ինչ փակագծերը բացել եւ ամեն ինչի մասին ուղի խոսել, հավատացեք այս պայքարին։ Հավատացեք նրան, ինչ դուք ինքներդ գիտեք, որ Կտրիչ Ներսյանից ազատագրելու գործընթացը մեր եկեղեցուն այլ ընտրանք չունի։ Հավատացեք նրան, որ այս պայքարը արդար է, որովհետև այդպես է։ Որովհետև վարչապետ Փաշինյանը երբ ասաց, որ իր կյանքն է պատրաստ դնել մեր եկեղեցին ազատագրելու համար, ապա ես կարծում եմ այդ խոսքերը այդքան կարևոր են, որ պատմական բնույթ ունեն։ Այո, սա այնպիսի մեծ առաքելությունն է, որ վարչապետը նաև վտանգեցնում է իր սեփական կյանքը, եւ ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր պատշաճ մարմիններին ամեն ինչ անել նրա համար, որ ինքնիշխան Հայաստանը պայի եւ պաշտպանի իր ինքնիշխան քաղաքական առաջնորդներին, որովհետև այո, այս թշնամիները, գործակալները իհարկե
Մենք տեսել ենք արդեն, որ ահաբեկչության ճանապարհել են նաև ընտրում։ Եվ ես առանձին կխոսեմ հոկտեմբերի 27-ի մասին, ոչ այս իմ վերլուծությունում եւ ելույթում, բայց պետք է նաև ասել, որ մենք հոկտեմբերի 27 անցած ժողովուրդ ենք։ Եվ ամեն ինչ պետք է անենք, որ Հայաստանի պետականությունը անսասան լինի, իսկ լեգիտիմ իշխանությունները պինդ, ամուր գործեն ի նպաստ Հայաստանի շահերի։ Բայց ես պետք է վերադառնամ իմ ամենակարևոր նաև մասին ուղերձի։ Սիրելի հայրենակիցներ, ես համոզված եմ, որ հիմքը այս գործընթացի հենց դու ես անձամբ, ով աջակցում ես սրան, ով քո դիտելով այս վերլուծությունը, ով քո աջակցելով այս վերլուծություններին, այս քննարկումներին, այս գործընթացում այն մարդկանց միասին բոլորիս, միայն ինձ նկատի չունեմ իհարկե հիմա որ ես եմ խոսում, բոլորին, ով այս ուղով ճշմարիտ ուրեմն ուղերձներով են ձեզ դիմում, գրելով այն հարյուրավոր, հազարավոր մեկնաբանությունները, որը ես տեսնում եմ իմ հանդեպ նաև, այդպիսի բարձր գնահատականը, դա է հիմքը, դա է մեր հիմքը, որ մենք կարողանում ենք ինքնիշխան պետություն ձևավորել։ Առանց ձեր աջակցության սա կլիներ անհնար, ինչքան էլ ճշմարիտ ճանապարհի վրա մենք չկայնեինք։ Եվ կեցե ժողովրդավարությունը, կեցե իմաստուն հայ ժողովուրդը, որը իր իմաստությունով հիմա պատմություն է գրում։ Եվ համոզված եմ շատերը զարմացած են, որովհետև չէին սպասում, որ հայ ժողովուրդը այսքան իմաստուն կհայտնվի։ Գիտեք ինչու եմ սա ասում, որովհետև եկեղեցին կրոնը այս մարդիկ, ով մտել են մեր եկեղեցու մեջ եւ գրավել են մեր եկեղեցին, իրենք օգտագործում են մեր տաճարները, իրենք օգտագործում են մեր եկեղեցիները, մեր պատմական կառույցները, մեր սրբությունները, հոգեվորականի այդ զգեստը, հոգեվորականի կերպարը, իրենց պաշտոնները եւ այդ ամենով փորձում են մարդու աչքերի դեմ ստեղծեն այդպիսի մի իլյուզիա, որ մարդիկ կարծենան, որ այո, ոնց, տեսեք, այստեղ կանգնած են այս մարդիկ այդ ամեն ինչով։ Եվ մարդ ուզում է դրան հավատալ։ Մարդ խափնվում է, կարծում է, թե բայց ոնց ես գնամ սրա դեմ, որովհետև իրանք հիմա փորձում են բացատրել, Կտրիչ Ներսյանի դեմ ես, ուրեմն եկեղեցու դեմ ես։ Իրանք հարգելի հայրենակիցներ, պղծում են մեր եկեղեցին ասելով, որ Կտրիչ Ներսիսյանը մեր եկեղեցին է։ Ոնց կարող է Կտրիչ Ներսիսյանը լինել մեր եկեղեցին։ Ես տեսա հայտարարություններ, ասում են Շարմազանովն էր կոնկրետ գրել։ Կտրիչ Ներսյանը մեր եկեղեցու մարմնավորումն է։ Ուրեմն սրանից ավելի շատ պղծություն իրանք չեն կարող անել։ Իրանց այդ սրբապղծությունները, որ իրանք անում են, շատ փոքր են ի համեմատություն սրա։ Քրիստոնյան գիտի, թե ում մարմինն է եկեղեցին եւ ինչ է եկեղեցին։ Եվ մասնակցելով արարողություններում, Սուրբ եւ անմահ պատարագում, մենք գիտենք եկեղեցին ինչում եւ ում մարմնավորումն է։ Եվ ճաշակելիս նաև գիտենք ինչ արարողություն է տեղի ունենում, ինչու։ Եվ Կտրիչ Ներսիսյանը չէ մարմնավորումը մեր եկեղեցու։ Եվ Կտրիչ Ներսյանը չէ մեր եկեղեցին։ Սա այնքան պարզ բան է, որ ես ամաչում եմ անկեղծ ասած, որ նույնիսկ խոսում եմ սրա մասին։ Բայց այս սրիկաները փորձում են ասել, որ պաշտպանեք ձեր եկեղեցին նկատի ունենալով պաշտպանեք Կտրիչ Ներսյանի եւ փոքրիկ խմբակին։ Փորձում են ասել, որ այս տաճարները պատկանում են հայ առաքելական եկեղեցու ժառանգությունն են, ուստի եկեղեցին էլ Կտրիչ Ներսիսյանն է, ուստի եկեղեցիները Կտրիչ Ներսիսյանին են պատկանում։ Ով էլ համաձայն չի Կտրիչ Ներսյանի հետ, բոլորին կարգալույծ պետք է արվեն։ Ուրեմն Կտրիչ Ներսյանն է որոշում, ով է քահանա, ով քահանա չէ, ով է իրավունք ունի եկեղեցում գտնվել եւ ով իրավունք չունի։ Բռնապետ է Կտրիչ Ներսիսյանը, որ ինքն է որոշում։ Դա է Քրիստոսի ուսմունքը, թե դա հակառակ է։
Հիսուս Քրիստոսի ուսմունքին։ Բոլոր քրիստոնյաները, ով կարդում են Աստվածաշունչը եւ ով ուսումնասիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքին, գիտեն, որ դա չէ իր ուսմունքը։ Եվ այն մարդիկ, ով անկեղծ պայքարում են եւ փորձում են, հիշեցնեմ ձեզ, նաեւ Տեր Արամը նաեւ դա ասաց, եւ հիշեցնեմ, որ Աստվածաշունչում կա մի հատված, որտեղ որ խոսք է գնում նրա մասին, որ Հիսուսը մտավ տաճար եւ այդտեղից վաճառականներին դուրս քշեց։ Չմոռանան թող սա, որ Հիսուսը նաեւ կրոնական առումով հեղափոխական էր։ Այո, իր հոր տնից, մեր բոլորի հոր տնից Հիսուսը վաճառականներին դուրս հանեց եւ կտրիչ Ներսյանը նորից մեր բոլորի հոր տունը դարձրել է վաճառականների տուն։ Կտրիչ Ներսյանը առհասարակ մեր եկեղեցին դարձրել է բիզնես կառույց, որտեղ որ գումարը եւ փողն է, մամոնան է իրենց արժեքը։ Սա էլ հոգևոր առումով, միայն քաղաքական գնահատականներում չի արծա այստեղ։ Ուզում եք հոգևոր առումով խոսել, նկատի ունեմ այն մարդիկ, ով միայն հոգևոր բառապաշար են օգտագործում։ Այո, մամոնայից ազատագրելու ենք նաև մեր եկեղեցին։ Կտրիչ Ներսիսյանի այդ պիղծ համակարգից։ Քաղաքական առումով հայ առաքելական Սուրբ եկեղեցին միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության շահերն է անցկացնելու։ Ոչ ուրիշ պետությունների։ Ինձ կասեն, եկեղեցին պետությունից անջատ է։ Այո, իհարկե անջատ է։ Բայց բոլոր եկեղեցիները, բոլոր կրոնները անցկացնում են իրենց սեփական պետության շահերը։ Ամեն տեղ, բոլոր պետություններում կարելի ասել։ Մի քանի բացառություն։ Եվ ամենամեծ բացառությունը, չգիտես ինչու, Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ դա շուտով կավարտվի։ Եվ այդ գործընթացը սկսվել է Կիրակի օրը։ Եվ մենք ազատագրելու ենք, ինչպես վարչապետը ասեց, ազատագրելու գործընթացը ավարտվելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ազատագրումով։ Ուստի ժամանակը շատ սուղ է, հոգևորականներին եմ կոչ անում։ Որոշում կայացրեք, իսկ հավատացյալ ժողովրդին ձեզ կոչ եմ անում։ Սիրելի ժողովուրդ, հավատացեք, լինենք միասնական, շարունակեք աջակցել եւ բացատրեք ձեր կողք ու բոլորին, որ սա ինչպիսի պայքար է, որովհետեւ թշնամու հակառակորդի, որը մտել է մեր ազգի մեջ, իսկ դա ամենավտանգավոր թշնամին է։ Դրսի թշնամուն դու կարաս հասկանալ, որ սա թշնամի է, որը հարձակվում է քո վրա, բայց ներսից հիմա այս համակարգը փորձում է բացատրել, որ իբրև այս գործը ուղղված է եկեղեցու կամ ազգի դեմ եւ այլն։ Կոչ եմ անում ձեզ բոլորիդ, արդար խոսքը տարածեք, ճշմարիտ խոսքը տարածեք, մարդկանց բացատրեք, համախմբվենք, շատ ավելի շատանանք եւ դուք արդեն տեսաք, որ ես ձեր կողքին եմ, ես էլ տեսա, որ դուք իմ կողքին եք, բոլորս միասնական ենք եւ շուտով մենք նորից կհանդիպենք ձեր հետ միասին եւ կշարունակենք մեր եկեղեցին ազատագրումը, իսկ դա անբաժանելի մաս է մեր պետության կայացման, պետականաշինության եւ մեր պայծառ ապագայի, Հայաստանի պայծառ ապագայի եւ հայ ազգի պայծառ ապագայի։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ, անկեղծ, եւ համոզված եմ, որ մենք շատ շուտով կհանդիպենք նորից անձամբ։ Կեցցե հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը եւ մեր ազատագրված եկեղեցին։